Բարերեկո, բարեկամներ, այսօր կարևոր նշանակալի առիթ է գրականության եւ արվեստի թանգարանում պետք է տեղի ունենա լիբանանահայ նշանավոր երգչուհի Կարմեն Աճեմյանի Աշուղներու երգաշխարհը գրքի շնորհանդեսը։ Շնորհավորում ենք Կարմենին այս գեղեցիկ իրադարձության առթիվ եւ սիրով հրավիրում ենք թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին շնորհավորելու եւ ողջույնի խոսք ասելու։ Խնդրեմ։ Սիրելի բարեկամներ, բարով եք եկել գրականության եւ արվեստի թանգարան։ Այսօր շատ նշանակալի ու կարևոր առիթ ունենք լիբանանահայ նշանավոր երգչուհի Կարմեն Աճեմյանի գրքի շնորհանդեսներ լույս է տեսել Աշուղների երգաշխարհը գիրքը, որը իսկապես տևական աշխատանքի արդյունք է։ Նշեմ, որ Կարմենը մեր թանգարանի հին բարեկամներից է, վաղեմի բարեկամներից է եւ անշուշտ Սայաթ Նովայի համույթի բնականաբար ամենալավ ջերմ բարեկամն ու ներկայացուցիչը։ Խորհրդանշական է նաև, որ գրքի շնորհանդեսը տեղի ունենում հենց գրքի, գրականության եւ երաժշտության խաչմերուկ հանդիսացող թանգարանում։ Գրականության եւ արվեստի թանգարանը ներկայացնում է եւ գրքի պատմությունը եւ գրականության պատմությունը եւ հայ երաժշտության պատմությունը։ Այդ մասին են վկայում մեր սուրբ մասունքներ, մեր ցուցանմուշներ, պահպանության ազգային արժեքներ Սայաթ Նովայի ինքնագիր դավթարը, Սայաթ Նովայի Քամանչան, բազմաթիվ աշուղների երաժշտական գործիքներ ու գրավոր ժառանգություն եւ ահա այսօր համալրելու է գալիս եւս մեկ արժեքավոր գործ աշուղներու երգարվեստը։ Սա իսկապես բացառիկ նվեր է երաժշտասեր հանրության համար, բացառիկ նվեր է գրքասեր, ընթերցասեր հանրության համար, որի կենտրոնը բնականաբար պիտի լինի նաև գրականության եւ արվեստի թանգարանը։ Գիրքը յուրահատուկ է նաև այն փաստով, որ գրված է մեր մյուս մայրենիով, արևմտահայերենով։ Սա հնարավորություն է տալիս համայն հայությանը օգտվել այս գրականությունից։ Շնորհավորում եմ սիրելի Կարմեն ձեզ, շնորհավորում եմ բոլորիս, գրքի ծնունդն իսկապես նշանակալի իրադարձություն է եւ բարի վայելում բոլորիս, շնորհավորում եմ բոլորիս։ Բարեկամներ, շարունակելով մեր շնորհանդեսը, այս բանի սիրով խոսքը տրամադրում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանին, ով մշտապես Կարմենի հետ այս գրքի կազմման ընթացքում իր գործուն մասնակցություն է ունեցել, հետևել է ամբողջ աշխատանքներին, պարոն Պողոսյան, 20 տարի ամեն օր այցելել եմ այս թանգարանի ընթերցասրահը, ուսումնասիրելով Աշուղ Ջիվանու ողջ ժառանգությունը, որը կազմված է 273 ծրարից, հայտնաբերել եմ 400 անտիպ Ջիվանի եւ դրել եմ հայ ժողովրդի սիրելի գրասեղանին։ Կարմենը մեր շատ հարազատ մեկն է, որ տարիներ շարունակ այցելելով մի ամիս, երկու ամիս հայրենիք ուսանել է Ջիվանու անվան աշխուհական դպրոցում։ Եվ դա էլ քիչ է, Բեյրութում բացեց Ջիվանու անվան աշխուհական դպրոցի մասնաճյուղ, որը երկար տարիներ ղեկավարեց։ Ապրես Կարմեն ջան։ Կարմենի այս ժողովածուն, որ կազմել է ինքը, շատ կարևոր եմ համարում հայ երգարվեստի մշակույթի մեջ, առավելապես որ այն հրատարակված է արևմտահայերենով, այսինքն մեր դասական ուղղագրությամբ, որը մատչելի է ողջ Սփյուռքին։ Ապրես Կարմեն ջան, Աստված քեզ առողջ երկար տարիների ուժ ու կարող կյանք տա, առավելագույնը անելու հայ մշակույթի, հայ աշխուհական երգարվեստի համար։ Իդեպ այս առիթը օգտագործելով, քանի որ մշակութային մարդիկ են տեսնում եմ, մենք հրատարակում ենք Գանձարան հայ աշխուհական երգերի Գանձարան, որի 23-րդ հատորը վերջերս հրատարակվել է, աշխատում ենք 24-րդ հատորի վրա եւ խոստանում եմ սիրով ամբողջ 24 հատորը նվիրել Չարենցի անվան
գրականության արվեստի թանգարանում, բայց դուք պիտի գաք ծանր, այս չեմ կարող այդքան։ Սիրով կնվիրեմ իմ հարազատ այս ընտանիքին, այնքան նվիրական մարդկանց հետ եմ շփվել, որոնք հիմա այստեղ չկան, հեռացել են կյանքից։ Բախտիար Հովակիմյանին երախտապարտ եմ հոգով ու սրտով, որը Ջիվանու թուրքալեզու 100 բանաստեղծությունները ձեռագիր գրել է ինձ համար։ Նա լավագույնս ադրբեջաներին տիրապետող մարդ էր Բախտիար Հովակիմյանը եւ դա արեց ծնողի նվիրական զգացմունքով։ Շնորհակալ եմ, 1000 ողորմի իրեն։ Ամեն անգամ այստեղ գալիս հուզմունքս շատանում է։ Աշխատել եմ ամեն օր, բայց երկիպարի անսամբլում էի երգում, փորձը վերջանում էր, վազելով գալիս էի, մինչև ժամը 6-ը իրավունք ունեի աշխատելու։ Շնորհավորում եմ Գարմեն ջան, ուրախ եմ քո աշխատանքի համար։ Արի համբուր եմ։ Եվ այսօր Սայաթ Նովա աշխարհական երգի վաստակավոր անսամբլը պատիվ է արել մեր սիրելի Գարմենին, եկել է անսամբլի մի փոքրիկ մաս շնորհավորելու, ողջունելու նրա այս գործը։ Համեցեք։ Եվ դու մեր սրտի սերնիցը